Սիրելի հայրենակիցներ, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ շատերին թվում է, թե պետությունների ճակատագրերը որոշվում են ինչ-որ օտար տեղերում, որոշվում են արտաքին ուժերի կողմից։ Եվ այնպես է ստացվել, որ Հայաստանի շուրջ նույնպես ձևավորվել են այդպիսի ընկալումներ, ու այդպես մեզ փորձ են անում կանգնեցնել հենց այդպիսի ընտրության առաջ։ Բայց սա ընտրություն չէ, որ ժողովուրդն ինքն իր համար կարող է անել սեփական պետության համար։ Մոսկվայից մեզ ասում են, որ ուզում են մեր երկրի խորհրդարանի ընտրություններում տեսնել իրենց նախընտրած ուժերին։ Բաքվից ասում են, որ ուզում են հաղթի այս գործող իշխանությունը։ Բրյուսելն ունի իր նախընտրությունները եւ պատկերացումները, ու ոչ ոք դրանից չի ամաչում։ Ոչ ոք մեզ չի հարցնում, ինչ ենք մենք ուզում։ Երբ տարբեր մայրաքաղաքներից փորձում են միջամտել ու որոշել, թե Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ով պետք է հաղթի, դա նշանակում է, որ մեզ չեն ուզում այլևս ընկալել որպես լիարժեք պետություն։ Դա նշանակում է, որ մեզ սա ուղի է, որ տանում է մեզ կախվածության, եւ հետո որևէ արտաքին ուժ էլ կարող է զոհաբերել հանուն իր շահերի։ Հայաստանի ընտրությունները չեն կարող լինել օտար շահերի համար հանրաքվեի։ Սա ընտրություն չէ օտար ճամբարների միջև, սա ընտրություն է հանուն անկախ ու ինքնիշխան պետություն ունենալու։ Նա, ով առաջարկում է ընտրել, քվեարկել Ռուսաստանի համար կամ Արևմուտքի համար, նա, ով վախեցնում է մեզ ասելով կամ ես, կամ պատերազմ, իրականում մեկ բան է անում, վաճառում է Հայաստանի ինքնիշխանությունը ընտրական արդյունքի դիմաց։ Երկրի արտաքին քաղաքական ուղին ձևավորվում է, որոշվում է երկրի շահերով, այդ շահերի վրա հիմնված միջազգային պարտավորություններով, ինստիտուտներով, այլ ոչ թե վախերից ելնելով։ Զորեղ բանակ, կայուն ինստիտուտներ, հաշվարկված դիվանագիտություն, խելամիտ որոշումներ եւ արդար պետություն։ Եվ ոչ թե հարմար ողականություն, արդարացումներ եւ անընդհատ զիջումներ։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչ է նշանակում, թե ինչ է լինում, երբ պետությունը չի կարողանում պաշտպանել իր ազգային շահերը, չի կարողանում պատասխան տալ, երբ փորձում են նվաստացնել կամ ոտնձգել այդ պետության նկատմամբ։ Մենք տեսել ենք պատերազմ, մենք տեսել ենք կորուստներ եւ մենակություն, մենք անցանք 2020, 2022, 2023 թվականների ողբերգական պատերազմների միջով եւ տեսանք, թե ինչ գին է արժենում պատասխան տալու կարողություն չունենալը, պատասխան տալու կարողություն ունեցող ղեկավարներ չունենալը եւ առանց իրական օգնության մնալը։ Սա պետք է դաս դառնա, ոչ թե արդարացում։ Ժողովուրդ, որ վերապրել է ցեղասպանություն, կորցրել է միլիոնավոր կյանքեր ու տարածքներ, այժմ պետք է ընտրություն անի օտար շահերի համար ու քվեարկի ու անունը դնի ընտրություն։ Մեր ժողովուրդն արժանի է այնպիսի պետության, որը մտածում է հենց ինքն իր մասին, տեր է իր քաղաքացիներին, տուն է ամբողջ աշխարհի հայերին եւ տեր է իր ազգային շահերին ամբողջ աշխարհում։ Դրա համար էլ մենք ընտրում ենք Հայաստանը, ոչ թե որովհետեւ փակվում ենք աշխարհից, ոչ թե որովհետեւ մեկուսանում ենք, այլ որովհետեւ միայն սեփական արժանապատվությամբ ղեկավարվող ժողովուրդն ու պետությունը կարող են կառուցել իրական երկիր, գտնել զարգացման ուժ եւ ապագա կառուցելու կարողություն։ Այդպես է միայն, որ մենք կարող ենք նաև կառուցել հարաբերություններ արժանապատիվ արևելքի, արևմուտքի մեր հարևանների հետ։ Պետություն, որը չի հարգում ինքն իրեն, հարգանքի չի արժանանա աշխարհում որևէ մեկի կողմից։ Եվ միանշանակ է հետևությունը։ Հայաստանում չկա որևէ խնդիր, որ մենք բոլորով միասին չկարողանանք լուծել։ Մեզ պետք է երկիր, որն արդար է, որում որևէ քաղաքացի ծայրահեղ աղքատության մեջ չի ապրում, որտեղ պետությունը ոչ թե արտոնություններ բաժանելու կամ լավ կյանքով ապրելու միջոց է, այլ մարդուն ծառայելու հանուն հարատև ազգային պետության նվիրական առաքելություն է, որտեղ սերունդներն ունեն պատասխանատվություն իրար նկատմամբ։ Մեզ պետք է ոչ թե անհատների պետություն, այլ իրավունքի պետություն, ոչ թե օրենքների վերաշարադրում իշխանության համար, այլ իշխանություն, որ ենթարկվում է օրենքներին։ Երկիր, որի ղեկավարները չեն վերաշարադրում պատմությունը հանուն նրա, որ կոծկեն սեփական ձախողումներն ու սխալները։
պետություն, որը չի մոռանում իր քաղաքացիներին, պետություն, որ իր թվացյալ խաղաղությունն ու կայունությունը չի կառուցում նրա վրա, որ մոռացության տա սեփական խնդիրները, մոռացության տա սեփական քաղաքացիներին։ Մեր պետությունը պետք է լինի հոգատար ամեն մարդու նկատմամբ։ 35 տարի մեզ ստիպել են ընտրել կամ կոռուպցիոներներ, կամ անկարողներ, կամ օլիգարխներ, կամ թույլեր, կամ Ռուսաստան, կամ Արևմուտք, կամ անվտանգություն, կամ ժողովրդավարություն։ Մենք ասում ենք բավական է, կամի, ժամանակն է սովորել ասել եւ անվտանգություն, եւ ժողովրդավարություն, եւ ուժեղ բանակ, եւ ազատ տնտեսություն, եւ ազգային արժանապատվություն, եւ ժամանակակից պետություն, եւ սփյուռքի հետ կապեր, եւ ինքնուրույնություն։ Սա ուտոպիա չէ, սա խելացի որոշումների ճանապարհ է, սա արդար որոշումների ճանապարհ է։ Եվ հենց այսպես է գալիս արդարությունը։ Մենք սա անել կարող ենք, եւ եթե անել կարող ենք, ուրեմն պետք է անենք, եւ մենք պետք է աշխատենք այնքան, որքան կարող ենք, իսկ դրանից հետո էլ այնքան, որքան պետք է։ Ես դիմում եմ նրանց, ովքեր հերոսական պայքարով ստեղծեցին մեր պետությունը։ Ձեր սխրանքը զուր չէր։ Միասին մենք կկառուցենք պետություն, որն արժանի կլինի ձեր զոհողությանը, ձեր սխրանքին, հայոց պաշտպաններին։ Ես դիմում եմ մեր մայրերին, մենք թույլ չենք տալու, որպեսզի ձեր վախերը այլևս քաղաքական գործիչները օգտագործեն իրենց հանուն նեղ շահերի։ Մենք կկառուցենք երկիր, որտեղ դուք ոչ միայն չեք վախենա ձեր երեխաների ապագայի համար, սիրելի մայրեր, այլ կունենաք վստահություն հայրենիքում նրանց ապահով կյանքի համար։ Գործարարներին ձեր ջանքերն իմաստ կունենան եւ արդյունք են տալու։ Երիտասարդներին ձեր հաջողությունը որոշվելու է ձեր աշխատանքով, գիտելիքով, արդար քրտինքով եւ ոչինչ այլ բանով։ Սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ի ընտրությունները այն մասին են, թե ինչ ենք ուզում մենք, ոչ թե այն մասին, թե ինչ են ուզում ուրիշները։ Քվեարկելով մեր օգտին, դուք քվեարկում եք Հայաստանի օգտին, եւ արդարությունը գալիս է մեզ վերադարձնելու համար մեր երկիրը։ Շնորհակալություն։